Շարունակում ենք մեր հաղորդումները։ Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գյուլնար Ղարաբաղլու հայաստանյան իրողություններին նվիրված հաղորդաշարը։ Հայաստանում կրքերը կրկին թեժացել են, երկար տարիներ քաղաքացիներին հուզող հարցերը իրենց լուծումը չեն գտնում, ինչը ստիպում է նրանց բողոքի ակցիաներ անցկացնել ու պահանջել իշխանություններից լուծել իրենց խնդիրները։ Այժմ իրենց բողոքի ձայն են բարձրացել Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչները, ովքեր փակել են ճանապարհը, պահանջելով վերադարձնել գյուղի նախկին վարչական ղեկավար Աշոտ Բուշեղյանին։ Նրանց խոսքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը անտեսում է մի ամբողջ ժողովրդի պահանջը։ Մենք նախորդ անգամ նախապես հայտարարեցինք, որ սա չի ավարտվելու, մենք նորից ենք մեր բողոքի ակցիան ներկայացնելու, եթե հարցը լուծում չտրվի։ Հարցին առհասարակ լուծում չի տրվել եւ չեն էլ կարեւորել։ Կարծես թե ժողովուրդը իրենց համար լինի գործիք, ժողովրդի կարծիքը չի կարեւորվել ու չեն էլ լսել։ Դժգոհ ենք ներկա ղեկավարից, դժգոհ ենք դժգոհ ենք նրա համար, որովհետեւ 30 տարի է հայրն է ղեկավար է, որ ձերից թող մեկը բռնի բերի ասել եմ ացույցպես գյուղի համար ինչ է սարե, այսօր 30 տարին կե ի ասեփականության համար աշխատե, այսօր էլ իա տղուն են բերել նշանակե, այսինքն եթե հերը ոչ մի բան չարես տղեն կարա անի 30 տարի եթե մի գյուղապետարան 30 տարի աշխատել են 5 հոգի մի հատ զուգարան չի սարքե, այսօր այդ տղեն եկել է մտել այդ գյուղապետարան նորից աշխատի, եթե մի մարդ իր աշխատողների համար տուալետ զուգարան չի սարքել, դրա շարունակությունն էլ ո՞րն է։ Այսինքն էս ինչա պապական ժառանգություն է, այդում ասենք հերն է, հիմա տղեն է, դա թորը բդի է, էսի խոմեսքան ժողովուրդ ինչա, ինչ է։ Մեր ժողովրդին խաբեցին, մեր ժողովրդին։ Ուրեմն 30 տարի մատը մատին չի կպցրել, մատը մատին չի կպցրել նախկինը, հիմա տղուն են բերել։ Ինչի իր հարազատների համար լավ էլ կպցրել է։ Բացի իր անձնական բարեկեցությունից ամեն ինչ արվել է։ Մենք հիմա դիմում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետին, ընդամենը 15-20 րոպե մեզ ընդունի, մեր ձայնը լսի, սրանով չի ավարտվում, մենք շարունակելու ենք մեր ակցիան, մինչև որ հասնենք մեր նպատակին։ Մենք դիմել ենք նամակով վարչապետին, մենք գնալու ենք կառավարության շենք, մենք սպասելու ենք մեր պատասխանին, մենք մեր ակցիան շարունակելու ենք։ Մեր բուն նպատակը, հիմնական նպատակը, որ պապական այդ ժառանգությունն է, որ գյուղապետի տղեն թորան այդ շարունակությունը, որ վերացնեն։ Եթե կա իշխանություն, եթե կա ղեկավարություն, եթե կա արդարություն, ուրեմն թող հետևեն, եթե չկա, ուրեմն էսի լրիվ զուտ ներքևից մինչև վերև կոռուպցիա է։ Մենք սենց ենք հասկանում։ 50-ից 100 հոգի ջայել ունենք, արդեն տարիքներ անց է որ պետք է ամուսնանան։ Իսկ հողերը որ ծախեցին, 2 հոգի են առել, 2 հոգի, 70 թե 80 հեկտար, բայց ինչ իրավունք ունի կողքից այդ մեր հողերը, մեր ռեզերվային հողերը ծախեն։ Ինչ իրավունք ունեն։ Որ մեր երիտասարդները Առանց հետը զրկված այս մեր գյուղը ամեն ինչից։ Մի հատ էլ հողերից էլ են զրկում մեզ։ Ինչ անենք, բանը աղետյալ գոտի է։ Մեր սեփական հողերից էլ են պետք է նստեն մեր գլխին։ Գյուղացիների խոսքով իրենք բազմիցս բողոքի ակցիաներ են անցկացրել նույն հարցով, սակայն ապարդյուն։ Ակցիա մասնակիցները պնդում են, որ եթե իշխանությունները որևէ քայլ չձեռնարկեն հարցին լուծում տալու համար, բողոքի ակցիաները կառավարության շենք կհասնեն։